Բարև ես Էլինան եմ, դու գտնվում ես իմ արիքում, մինչև վիդեոն անցնելը հետև իմ ինստագրամի էջին ինքը կգտնես ներքևում, անունը Էլի Մարտիրոսյանն է։ Այսօր ոնց հասկացաք նկարում եմ ամանորյա վլոգ, այսօր ամսի 31-ն է, այսօր տարին փոխվում է, իրականում ես միտք չունեի վլոգ նկարելու, բայց քանի որ ձեր բոլորի կոմենտները տեսա ու հասկացա, որ շատ պահանջված է, որոշեցի նկարել, դե մնացածը արդեն կտեսնեք վլոգի ընթացքում, գնացինք։ Առաջի հերթին պատրաստվել եմ, որ գնանք իմ երկու հատ խանութ, կստացի մազերս գնահատեք, նոր հենց վենած է ու դակերից մի քիչ հավասարեցրեց, ինչ շատ է դուր եկել, որտեվ շատ առողջ տեսք ունի։ Այս մեր առաջին հարկի շենքի տոնածառն է, սա էլ կարող եք գնահատել, ինձ շատ է դուր եկել, հետաքրքիր է։ Ստա նկարել եմ ձյունը, որտեվ մենք չենք մաքրել ավտոյի վրայից։ Ու արդեն ուղևորվում ենք դեպի խանութ, առաջին հերթին եկանք դեղատուն, իդեպ ստեղ ինձ նվեր տվեցին վազելին շրթունքների և շատ հաճելի էր ամեն դեպքում, այնուհետև ուղևորվում ենք City, քանի որ պակաս բաներ կար տանը ու այսօր արդեն լիքը գործ կանելու, որովհետև ինչ-որ շատ խառն է եղել այս տարի, եթե ձեր մոտ էլ տենց եղել կարող եք գրել, ոչ մի բան չենք հասցրել համարյա անել ու պլյուս ես քննությունների եմ, մի խոսքով այսպես արդեն դուրս ենք գալիս, ավելի ճիշտ փորձում ենք դուրս գալ խանութից, ուղևորում ենք դեպի տուն, իդեպ շատ թարս է, քանի որ իմ ոտքը մի անգամ 5 տարի առաջ ոլորվելուց հետո արդեն տեղ արել ու հիմա այս սառույցներին պլյուս շատ ուռած է ու մի կերպ եմ կարողանում քայլել, բայց ինչևից է, ամեն դեպքում պետք է հաղթահարել։ Այստեղ արդեն գալիս ենք տուն, միացրած ադին դոման հայերենով, ինչի ես հայերենով այդքան էլ չեմ հավանում տարբերակը, և պատրաստում ենք մեր տորթի կրեմը, քանի որ լիստերը 3 ենք պատրաստել, այստեղ ես սրբում եմ արդեն հայլիները, դեպի ամենասիրած տան աշխատանքը սա է, և ես նորից եմ դուրս գալիս, քանի որ պետք է գնայի Wildberries ու մի հատ է խանութ մտնեի նոր գայտուն, քանի որ պարզվում է էլի պակաս բաներ կար, փորձում ենք իմ ոտքով հասնել խանութ և մոռացա ես այդ ընթացքը նկարել, բայց արդեն հետ ենք ուղևորվում տուն, սա մեր լիստերն է, նախորդ պատրաստված կարող եք տեսնել և արդեն կրեմն էլ է համարյա պատրաստ ու անցնում ենք տորթի հավաքման աշխատանքներին, այստեղ խմորների վրա մեր կրեմը լավ տարածում ենք, 2 հատ է լինելու տորթի միջելոց, 2 հատ կլոր տորթ, այստեղ բոլորի վրա քսում ենք մի փոքր կրեմ և հավասարեցնում ենք, իդեպ այս թռչնի կաթա տորթը, ովքեր որ գլխի չընկան, այստեղ բոլոր շերտերի վրա լավ հավասարեցնում ենք և արդեն հավաքում ենք մեր տորթը, այսպիսի տեսք է ունենում, վրան իհարկե գլազուր է լինելու և արդեն աղցանի համար իդեպ պատրաստել ենք ամեն ինչ և լցնում ենք մեր չրեղեն, դասավորում ենք այս ամենը սիրուն ամանների մեջ, այս ամանը իդեպ ես շատ եմ սիրում, իմ ամենասիրելի ու սիրուն ամանն է տոնական, այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ է, անցնում ենք այստեղ փոշիները սրբելուն, ես այդքան չեմ հավանում ես այդ աշխատանքը, բայց դե ինչ արած, այստեղ սենց բաներ ենք պատրաստել ու հիմա առանձնացնում ենք, ովքեր չգիտեն, այդ ուղղակի պնդուկ է շաքարի մեջ, ես այդքան էլ չեմ սիրում, բայց ամանորյա սեղանին շատ հետաքրքիր է նայվում, այստեղ ես փորձում եմ իրարից առանձնացնել, պատրաստելու ընթացքը շատ հետաքրքիր է իրա, ես շատ եմ հավանում, այստեղ կատուները բնականաբար չեն հասկանում ինչ է կատարվում, որոշում եմ փոքր կարգի բերել ծաղիկները, իդեպ եթե սիրում եք ծաղիկների հետ աշխատել, կարող եք գրել կոմենտներում, և արդեն անցնում ենք ավանդական մեր մայրաքաղաքային աղցանի պատրաստման գործընթացին, ասեմ, որ ես շատ եմ սիրում լինել խոհանոցում, քանի որ նաև սիրում եմ համեղ սնվել, դրա համար այս պատրաստելու ընթացքը սիրում եմ, այստեղ արդեն պատրաստ է ամեն ինչ ու հիմա ուտելու համար առանձնացնում ենք մի փոքր և ավելացնում եմ վրան մայոնեզ, իդեպ ես այս աղցանը սիրում եմ մայոնեզով, ոչ թե թթվասերով, եթե դուք եք այդ տարբերակը ավելի շատ հավանում և ինձ հետ համաձայն եք կարող եք գրել ու այս ամեն ինչը լավ խառնում ենք և քանի որ շատ խառը
գրաֆիկա, հիմա որոշում ենք մի փոքր սնվել, իդեպ արդից օգտվելով ձեզ ցույց եմ տալիս մեր տոնածառը, ոնց հասկացաք արդեն նաև երեկո է։ Իդեպ տոնածառը նույնպես կարող եք գրել, այստեղ նվերները արդեն շարված են, տոնածառը կարող եք գնահատել կոմենտներում։ Եվ արդեն համարյա 12-ն է լինում, ես որոշում եմ արդեն ես ամենը շարել սեղանի վրա, այս ամեն ինչը տեղափոխում ենք սեղանի վրա և արդեն ոնց հասկանում եք ժամանակն է։ Իդեպ շնորհավորում եմ բոլորիդ ամանորը, ցանկանում ձեզ լավ ուրախ առողջ տարի, իմ համար 2025-ը շատ հետաքրքիր ու լավ աջակցություններով տարի էր, հուսում եմ 26-ը նույնպես այդպես կլինի, կարող եք գրել թե 25-ը ձեր համար ինչպիսի տարի էր, ինձ շատ հետաքրքիր է բոլորիդ կարծիքը։ Եվ այստեղ արդեն դասավորում եմ այս ամեն ինչը, շշերը, հյութերը, իսկ կատուները ոնց հասկանում եք ընդհանրապես իրենց համար ոնց որ մեկ է, եւ արդեն ամեն ինչ պատրաստ է։ Նոր տարվան մնացել է հաշված րոպեներ, այստեղ դասավորում ենք վերջին շտրիխներն ենք անում։ Եվ արդեն լցնում եմ բաժակները, իդեպ լցնում եմ մարծինի, չնայած որ ես ամենաշատը սիրում եմ խմիչքներից կոնյակ, բայց ամեն դեպքում եւ մեր սեղանը պատրաստ է, կարող եք ընդհանուր տեսքը նույնպես գնահատել եւ արդեն ժամանակն է։ Իդեպ այս ամեն ինչը, այս հրավառությունները ինձ շատ ադուր եկել, ափսոս որ չկարողացա ներկա գտնվել հրապարակում, բայց շատ կուզեի, որտեվ շատ սիրուն էր ամեն ինչ, հատկապես երբ որ ձյուն էր գալիս, ուղղակի հրաշքեր իմ համար շատ սիրուն էր, այս տարի իրոք շատ, չգիտեմ, սենց լավ է սկսվել տարին, շատ թեքյաթային է իմ համար։ Այս շոուն էինք վայելում, որից հետո որոշեցինք իջնել եւ ձյունը ներքևից վայելել ռեալ։ Իհարկե նվերները տալուց հետո, այստեղ արդեն բացում ենք նվերները, Երիկը բացում է իր առաջին նվերը, որը իդեպ իմ կողմից էր։ Ու տեսնում ենք իր ռեակցիան, ոնց որ թե ինքը գոհեր իր նվերից։ Ես ավելի շատ սիրում եմ նվերներ տալ, քան ստանալ, որովհետև մարդկանց ռեակցիաները ինձ ավելի շատ են ուրախություն պատճառում, քան որ ես եմ բացում։ Իհարկե ստանալ նույնպես սիրում եմ, իսկ իմ նվերները ես ձեզ հիմա ցույց չեմ տա, քանի որ դա անելու ենք առանձին վիդեո, ես նվերները առանձին կբացեմ ձեր հետ ավելի մանրամասն ցույց կտամ։ Դրա համար հիմա ուղղակի այսպես մակերեսային ցույց եմ տալիս, հետո ավելի մանրամասն կտեսնեք։ Այստեղ արդեն Երիկը բացում է իր երկրորդ նվերը, որից նույնպես շատ գոհ էր։ Ընթացքում նաև վայելում ենք այս տեսարանը։ Մինչդեռ Երիկը ակտիվ քանդում է իր նվերները, նաև իմը։ Իսկ սա իմն է, որը ես ձեզ հետո էլի ցույց կտամ, հիմա այսպես ուղղակի բացելու ընթացքը ցույց եմ տալիս։ Ինտրիգ եմ պահում, այսպես ասած, բայց մնացածը կտեսնեք վիդեոներում։ Սա եւս իմ նվերն է, Երիկը իրանն է քանդում։ Ոնց հասկացաք, մի փոքր խառներ ամեն ինչ ու նվերները շատ էին, դրա համար հաստատ հետաքրքիր վիդեո է լինելու։ Ընթացքում տորթի գլազուրն ենք ավելացնում, ու կատուն որոշում է գալ ու նայել ինչա կատարվում։ Այստեղ տորթը արդեն պատրաստ է, իդեպ շատ լավ էր ստացվել, եթե կուզեք կարող ենք մի օր իրար հետ պատրաստել, ես դες բաղադրատում ասում, որոշեցինք տորթը արդեն վայելել, չհամբերեցինք։ Այստեղ Երիկը բացում է եւ մեզ ցույց է տալիս իր նվերները, որոնք որ ստացել է, իդեպ շատ ոգևորված էր այս նվերների համար, ոնց հասկացեք, ինքը պրոյեկտոր է, այստեղ նույնպես հետաքրքիր է փուշոկին։ Ու այս պրոյեկտորով շատ սիրուն բաներ է կարելի անել, ֆիլմ դիտում կազմակերպել, շատ սիրուն էր։ Իսկ սա արդեն ներքևի տեսքն է, ձյունը, իսկ սա արդեն մեր հաջորդ օրն է, մենք արդեն ուղևորվում ենք տատիկների տուն շնորհավորելու, իհարկե այս կարգավիճակով երեխաների, եւ բարձր տրամադրությամբ ուղևորվում ենք տատիկների տուն, եւս մի անգամ կարող եք վայելել մեր միջանցքի տոնածառը, ձյունը,
շատ լավ էր իդեպ որ ձյուն էր եկել, որովհետև մեր մոտ շատ սառած էր ամեն ինչ, ու այստեղ արդեն ուղևորվում ենք, սա էլի իմ նվերներից է, որ ես ձեզ հետո ցույց կտամ, ու ստեղ տեսնում ենք լիքը համով բաներ, իմիջիալից ես շատ կուզեի, որ կեսար աղցանը լիներ նոր տարվա սեղանի անբաժան մասնիկը, քանի որ իմ ամենասիրած բանն է, եթե դուք եք սիրում կարող եք գրել, այստեղ երեխաները բացում են իրենց նվերները, ինչպես միշտ Էրիկի ֆիլմ դիտումն է, ես էլի նվեր ստացա, որ ձեզ հետո ցույց կտամ, այստեղ էլի երեխաները իրենց նվերներով են զբաղված, երեխաներին այստեղ մուլտֆիլմ դիտում ենք կազմակերպել այսպես ասած, ու ոնց որ թե բավականին գոհ ենք արդյունքից, այստեղ ես ոգեշնչված եմ ու երեխեքի հետ խաղում եմ, սիրում եմ սենց բաներ իմիջիայլոց, եթե ինչ դրա մեջից շատ գեղեցիկ քարեր էինք հանում, և արդեն դուրս ենք գալիս, ուղևորվում ենք մյուս տատիկի տուն, էլի սառած եղանակով, այստեղ երեխաները ձնագնդիկ են խաղում և ուղևորվում ենք մեր մյուս տատիկի տուն, կարող եք տեսնել տեսարանը, իդեպ սա ինձ շատ է դուր եկել, շատ հետաքրքիր է, ճանապարհին մտնում ենք տուն, որպեսզի վերցնենք մնացած նվերները, և այդ պատրաստվելու ընթացքը բավականին երկար է տևում, արդեն կարող եք տեսնել մութը ընկնում է, բայց ամեն դեպքում ուղևորվում ենք դեպի մյուս տատիկի տուն, այստեղ ձեզ ևս ցույց կտամ, այստեղ մենք մութ տարածքում էինք սանում, որովհետև Էրիկը էլի կազմակերպել էր ֆիլմ դիտում, ֆիլմ չէ, ուղղակի վիդեոներ էինք նայում, իր նոր պրոյեկտորը ցույց էր տալիս, և ևս մեկ անգամ ձեզ էլ շնորհավորում եմ ձեր ամանորն ու սուրբ ծնունդը, և արդեն էլի նույն այս եղանակին ուղևորվում ենք դեպի տուն, այդտեղ էլ հետաքրքիր բաներ չկար ցույց տալու, դրա համար ցույց չտվեցի, և այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ասել շնորհակալ եմ, որ մինչև այստեղ նայեցիք։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էի այսքանը, չմոռանաք հետևել իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, լինքը կգտնեք ներքևում, ու իդեպ շնորհավորում եմ բոլորիդ ամանորը, ցանկում եմ լավ, առողջ ու ուրախ տարի, ամենալավ բաները, և մենք արդեն կհանդիպենք 2026-ում։ Պակա։